Սիրելի քաղաքացիներ, երեկ Քաբ Անտարկյալ իմպիչմենտի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը նամակով դիմել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին եւ դրա արձագանքը մոտ օրերս Հանրապետականը պաշտոնական հաղորդագրությամբ նիստից հետո կտա։ Բայց ես կուզենայի իմպիչմենտի հետ կապված մի քանի պարզաբանումներ տալ։ Առաջին, տարածված կարծիք է, որ առկա է իրավական արգելք, որևէ իրավական արգելք իմպիչմենտի համար չկա, որևէ ժամկետ կապված ընտրությունների հետ օրենքը չի նախատեսում։ Երկրորդ, դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որովհետև իմպիչմենտի կարևորագույն բաղադրիչը հենց փողոցային պայքարն է, առանց դրա այն հնարավոր չէ։ Իմպիչմենտը եւ ընտրական գործընթացները միմյանց չեն հակասում, ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ քաղաքագիտական տեսանկյունից, որովհետև նույնիսկ եթե իմպիչմենտը հանկարծ եւ չհաջողի, ապա առկա փողոցային պայքարը, առկա փողոցային ակտիվությունը հավելյալ լծակ է իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն կամ գոնե ակնհայտ կեղծիքներից իրենք երկու անգամ մտածեն դրանցից առաջ։ Իսկ ընտրությունները կեղծվում են արդեն իսկ, դրա մասին վկայում են թե պետական միջոցների օգտագործումը այդ նպատակներով, թե արտաքին դերակատարների կողմից այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ կոչերը քվեարկելու եւ թե իհարկե այն բռնաճնշումները, որոնք առկա են հիմնական ընդդիմադիր դերակատարների նկատմամբ։ Ասածս չի նշանակում, որ կասկածի տակ կարող է դրվել ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների։ Ընտրություններին պարտադիր պետք է մասնակցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը ֆիքս քանակ է եւ այդ ֆիքս քանակը շատ ավելի փոքր տոկոս կկազմի, եթե ընտրությունների մասնակցությունը բարձր լինի։ Դա պարզ մաթեմատիկա է։ Իմպիչմենտի գործընթացը, ու ես սրա մասին հոգնել եմ ասել, ուղղված է մեկ մարդու դեմ։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, այլ որևէ օրակարգ այստեղ որոնել իմաստ չունի։ Ես լավ չեմ պատկերացնում, թե մենք ինչ ենք ասելու մեր պայքարի ընկերներին, եթե չօգտագործենք այս գործիքը։ Ինչ ենք ասել, ասել ենք դժվարեր չարեցինք, մի քանի տարի անազատության մեջ մնալն էլ էր դժվար, բայց մեր պայքարի ընկերներից շատերը մինչ այսօր տոկուն մնում են իրենց համոզմունքներին։ Նաև կան մարդիկ, որոնք անվանում էին այդ գործընթացը անլուրջ, բայց փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ավելի լուրջ է եւ ավելի շատ է վախենում այս գործընթացից, որովհետեւ մեր տեխնացուն, ընդդիմության տեխնացուն հայտնվել է անազատության մեջ, ել չեմ ասում, թե իր ընտանիքի նկատմամբ ինչ ճնշումներ են իրականացնում։ Այս նամակով Դավիթ Համբարձումյանը ցույց տվեց տոկունության, համարձակության եւ բոլորիս համար ամենակարևոր նպատակի համար սեփական ամբիցիաները ստորադասելու հատկանիշներ։ Հերթը մեր բոլորինն է։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես վերջերս նմանատիպ չելենջ եմ մի հատ հայտարարել, որպես մենք միասին հասկանանք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Աննա Գրիգորյանը օրինակ կդիմի քաղաքացիական պայմանագրին միանալու համար, թե չի դիմի, չգիտեմ արդյունքում ինչ կստացվի, բայց այնուամենայնիվ, գիտեք դե Աննա Գրիգորյանը այդպես սովորություն ունի, ինքը երբ հասկանում է, որ իր պատկերացմամբ ինչ-որ մի քաղաքական թիմ պետքա պարտվի եւ մյուսը պետքա հաղթի, ինքը այդ թիմը փոխում է։ Այս ընթացքում առնվազն նման հայտ չենք ստացել, անհրաժեշտ համարեցի սա բան անել, որովհետեւ գիտեք, մեր թիմից թռել էր, գնացել էր Վայ Հակոբյանի թիմ, հետո այդ թիմով մտել էին Քոչարյանի թիմ, հետո Վայ Հակոբյանի թիմից էր թռել Քոչարյանի թիմ ու տենց։ Հետո վերջապես հասկացել էի, թե ինչով է դա պայմանավորված։ Նայեցի ուրեմն դատախազության հայցերը, պահանջագիրները դատախազության, ուրեմն դատախազությունը Վայ Հակոբյանից պահանջում ընդամենը 20 միլիոն ԱՄՆ դոլար ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի ապօրինի գույք, ու լրիվ ակնհայտ էր, որ Աննա Գրիգորյանը 20 միլիոնի ու 200 միլիոնի մեջ պետք է ընտրեր 200 միլիոնը, սա նկատի ունեմ զուտ ենթադրաբար սա կներկայացվի որպես նա ավելի հալածյալ է, էլի, այսինքն այս կոնտեքստում, որտեղ նրանից 10 անգամ ավելի շատ գումար են պահանջում, ինչև է, շատ նորմալ է։ Պարոն Մամիջանյան, ես անկեղծորեն ողջունում եմ ձեր համառությունը, որ դուք փորձում եք այս քաղաքական ուժին բերեք ձեր դաշտ ու փորձեք այդ իմպիչմենտի գործընթացը առաջ մղեք, բայց ես չեմ հասկանում այն, ինչ ասեմ, նաիվությունը, որով
Դուք հանրապետական կուսակցությունը ու Արման Թաթոյանը փորձում եք ձևացնել, թե իրար հետ կապ չունեք, այն որ մի հատ կոլեկտիվում տենց կոնկրետ բան ալնում է, բոլորը գիտեն, որ այս երկու կոլեգաները միասին են հանդիպում են կամ ինչ-որ բան, բայց նրանք շարունակ ձևացնում են, թե իրար հետ կապ չունեն, ինչ-որ կսմիթներ կամ բան են թողում իրար։ Հիմա լրիվ ձերն ու պարոն Թաթոյանինն է, ոնց որ Սերժի Թաթոյանը պնդում է, որ ինքը Սերժի հետ կապ չունի, տենց մեկ-մեկ իրար հետ բաներ եք անում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս իմպիչմենտի գործընթացի հարցով շարունակեք նույն համառությամբ, վստահ եմ մի օր կհասնեք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրության, բայց Արման Թաթոյանի ու ձեր այդ բանի մասով խնդրում եմ, էլի։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, ասենք։ Ինչ էլ անի, դա իր երեսից չի կարա երբեք մաքրվի։ Սերժ Սարգսյանի փոխնախարարն է եղել, Սերժ Սարգսյանի կամակատար միպն է եղել որպես այդպիսին։ Այդ մի բեմականացումը թարգեք, այս մասով շարունակեք, իմացեք, որ պարոն Ռուբինյանը ձեր այս ջանքերը եւս ողջունում է, իրար հետ այս վերջերս ենք խոսել, ինքը ողջունում է ձեր այդ համառությունը, որով դուք փորձում եք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրություն վերցնել, բայց չգիտեմ, այն մասով թարգեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսյան, ես հավելեմ, որ եթե Տիկին Գրիգորյանը կրկին հայտ ներկայացնի քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, այս անգամ ես չեմ համաձայնվի։ Կարող ենք փորձել։ Տիկին Գրիգորյան, կարող եք փորձել։ Էմա Պալյան։ Իդեպ, պարոն Ալեքսյան, դուք էլ որ ասում եք Թաթոյանը, այսօր տեսա ասում էր պետք է վերացնել մեկ մարդու համար համառությունը փոխելու արատավոր պրակտիկան, ասում եմ մարդ, որ 2015 թվականին, եթե չեմ սխալվում, համառության փոփոխությունների ժամանակ արդարադատության փոխնախարարն էր։ Խնդրեմ Տիկին Պալյան։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի հայրենակիցներ։ Նախ ելույթի սկզբում, պարոն Մամիջանյան, ուզում եմ ձեզ ասել, որ մենք ոչ իմպիչմենտին ենք դեմ, ոչ փողոցային պայքարին։ Ուղղակի ասում ենք իմաստ չկա, որովհետեւ դուք բազմաթիվ փորձեր արել եք եւ մենք տեսել ենք, թե ինչով է այն ավարտվել։ Խնայում ենք ձեզ ուղղակի։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, որոշում եմ կայացրել ինքս ինձ համար, որ այս ամբիոնից այսուհետ խոսելու եմ մեր կատարած աշխատանքների մասին, որովհետև անդրադառնալ ընդդիմության առաջ քաշած թեզերին, մեկնաբանել նրանց ասելիքները, մեղմ ասած ժամանակի վատնում կլինի, որտև ինչպես նախորդ հարցազրույցներից մեկում վարչապետը նշեց, փոփոխվող աշխարհում չփոխվելը խնդիր է, իսկ այո, ընդդիմադիր գործընկերների գործելավոճը եւ իրենք ընդհանրապես մեծագույն խնդիր են, որովհետև այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն նրանց մոտ չարձանագրվեց, ցավոք։ Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ այս բարձր ամբիոնից բոլորս միասին փաստենք շատ կարևոր մի իրականություն։ Հայաստանի Հանրապետությունն այսօր խաղաղ է։ Հայաստանի Հանրապետության սահմաններում 2 տարուց ավելի է չունենք զոհեր։ Կարծում եմ, սա ուղիղ առնչվում է բոլորիս հետ եւ խնդրում եմ մի պահ հայացք գցենք տարածաշրջանում կատարվող իրադարձություններին եւ առհասարակ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձանագրենք, որ մենք այսօր ունենք շատ մեծ ու կարևոր ձեռքբերում խաղաղությունը։ Եվ խաղաղությունն է հիմք դարձել, որ մեր երկիրը այսօր զարգանում է։ Խաղաղությունն է հիմքեր ստեղծել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջապահության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում բուժում են ստանում հազարավոր մեր շատ սիրելի հայրենակիցներ։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանում ենք մեր երկրում կառուցել մանկապարտեզներ եւ դպրոցներ, որոնց ես երազանքների դպրոցներ եւ մանկապարտեզներ եմ անվանում։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանանք այսօր օրենքում փոփոխություններ կատարել եւ մեր զինվորները ծառայեն ոչ թե 2 տարի, այլ տարի 6 ամիս։ Այս փոփոխություններն ու դրական արձանագրումները ես կարող եմ ժամեր շարունակել, բայց ժամանակը եւ ֆորմատը թույլ չի տալիս։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ խաղաղության օրակարգը բացարձակապես ձեր աջակցությունը ունի եւ դուք այդ ամենը քվեի տեսքով մեզ ցույց եք տալու առաջիկա համապետական ընտրություններում։ Ես գիտեմ, որ ինչպես մենք, այդպես էլ դուք մեր կողքին եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արման Եղոյան։ Սիրելի հայրենակիցներ, ձայնս մի քիչ քաշված է։ Ներող կլինեք, անցած հանգստյան օրերին
մենք գտնվում էինք Տավուշի եւ Լոռու մարզերում ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եւ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի պատմությամբ, մի խոսակցությամբ, որը տեղի ունեցել նոյեմբերյան քաղաքում, ուրեմն մարդկանց հետ զրուցելիս իրենք բարձրացրեցին 16 միլիոն դրամով տներ կառուցելու պետական ծրագրի վերականգնման հարցը, ասեցին, որ բազմաթիվ մարդիկ չեն հասցրել օգտվել այդ շատ լավ ծրագրից եւ օրինակ վերեցին Կողբ բնակավայրը, ասին հենա Կողբում 200-ից ավել, եթե չեմ սխալվում 240 բնակարան է կառուցվում եւ դրանց կեսը կամ կեսից ավելին կառուցում են դրսից եկածները դուրս ասելով այս դեպքում նկատի ունեին Հայաստանի այլ բնակավայրերից կամ կողքի գյուղերից կամ մարզկենտրոնից, մի խոսքով, երբ ես հարցեցի, իսկ ինչի մարդիկ չեն դիմել, չէ՞ որ գյուղի հաշվով սահմանափակում չի եղել, ի թիվս այլ պատճառների, ասենք մեկը ընդհանրենք ամուսնացած չեն եղել, դա պարտադիր պայման է այդ ծրագրից օգտվելու համար կամ հարմար հողագտոր չեն ունեցել, մի ապշեցուցիչ պատճառել նշեցին մարդիկ, ասացին, որ այն ժամանակ ընդդիմությունը լուրեր էր տարածում, թե հես այդ հողերը հանձնվելու են եւ մարդիկ վախենում էին, որ այդ հողերը պետք է հանձնվեն եւ այդ վախից ելնելով չեն դիմել այդ ծրագրին, որ անիմաստ չչարչարվեն ու ծրագիրը փակվել է, մարդիկ էլ այդ շանսից զրկվել են։ Սա ուղղակի մի դրվագ է, թե ինչ աստիճանի վնասակար, այդ թվում եւ ֆինանսական իմաստով, նյութական իմաստով, ոչ միայն բարոյահոգեբանական այլ ֆինանսական, նյութական իմաստով ինչ այսչանի վնասակար կարող լինի մեր ընդդիմադիրների խոսույթը եւ տարածած ստերը։ Սիրելի հայրենակիցներ, Կողբ բնակավայրի մյուս բոլոր գյուղերի բոլոր են բնակիչները, որոնք ահա այդ պատճառով չեն օգտվել այդ ծրագրից, շատ հանգիստ կարող են այդ գումարը պահանջել կոնկրետ այն ընդդիմադիրից, ումից որ լսել են, որ իրենց գյուղը հանձնվելու է եւ հավատացել են եւ դրա համար չեն դիմել։ Թող հիշեն, որտեղ են դա կարդացել, կոնկրետ ով է ասել, հաստատ իրենց համար 16 միլիոն դրամի մեծ փող չի։ Եվ այդ գումարը պահանջեն մեր այ սիրելի ընդդիմադիրներից։ Նաեւ տեղյակ պահեմ, որ գումարը պահանջելուց եւ ստանալուց հետո Էլի ում որ հերթը չհասնի, կառավարությունը հիմա դիտարկում է նաև այդ ծրագրի համար չափորոշիչները մշակում, որպեսզի ավելի մեծ արդյունավետությամբ այդ ծրագիրը եւ ավելի թիրախային ազդեցությամբ վերականգնի։ Մի հավատացեք ամեն տեսակի ստերի, շնորհակալություն։ Ընդդիմության կողմից տարածվող շնորհակալություն։ Արփինե Դավոյան։ Շնորհակալություն։ Տիկին Դավոյան Համեցիկ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ վերջերս մեր շրջայցից մարզերում, մեր ներկուսակցական քարոզարշավներ, սակայն մենք նաև շրջում ենք քաղաքներում, բնակավայրերում եւ խոսում մեր քաղաքացիների հետ։ Եվ ես ուզում եմ այստեղ կիսվել իմ տպավորություններով ընդդիմադիր գործընկերների հետ հիմնականում, ասել, որ հարգելի ընդդիմադիրներ, ձեր այսքան ջանքերը այս ամբիոնից եւ տարբեր ամբիոններից բացվում է հիմնականում իզուր են։ Իզուր են ձեր ջանքերը այն ուղղությամբ, որ դուք տանում եք ամեն կերպ վարկաբեկելով խաղաղության գործընթացը։ Ցավում եմ, բայց պիտի դուք տեղյակ լինել այդ նորության մասին։ Քաղաքացիներին ընդհանրապես այստեղ կատարվող ոչինչ չի հետաքրքրում, որտեղ հողի վրա իրենք տեսնում են խաղաղությունը եւ խաղաղության հետ կապված բոլոր դրական փոփոխությունները, որոնք կան եւ որոնք պիտի ավելի զարգանան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ի ցավ ձեզ, չգիտեմ, երևի ցավ կապրեք, բայց ես մարզերում նորից վերջապես ֆիքսեցի, վերջնական հասկացա, որ ընդդիմության խոսույթը մեր քաղաքացիներին հիմնականում չի հասնում։ Եվ
իցավ ձեզ եմ ասում եւ ուրախություն բոլորիս, որ մարդիկ այս մտածածին իրականությունից դուրս են, որ խաղաղությունը մեզ պետք չէ, որ այսպիսի խաղաղությունը մեզ պետք չէ եւ երկիրը կործանվում է, երկիրը պիտի փրկեն ինչ որ անձինք իմպիչմենտով, ինչպես նոր մեր գործընկերներից մեկն ասեց եւ տարբեր այլ գործիքակազմով։ Քաղաքացիները ապրում են մի իրականության մեջ, որտեղ տեսնում են բազմաթիվ կատարված աշխատանքներ, տեսնում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, այս վերջերս արդեն հեծի հետ կապված, հոսանքի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծումներ եւ այն կեղծ օրակարգը, որ ընդդիմությունը անընդհատ առաջ է քաշում, մեր քաղաքացիների մոտ չկա։ Ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, որոնք մեզ քննադատում են մեր հանդիպումների ժամանակ եւ իրենք վերցրել են իրենց վրա ընդդիմության դերը եւ հավատացնում եմ ձեզ, որ մենք շատ գոհ ենք, որ մեր ընդդիմախոսները մեր քաղաքացիներն են, նրանք ավելի սրտացավ են, նրանք ավելի սրտացավ են, նրանք ավելի ճիշտ են քննադատում մեզ եւ ավելի իրատեսական են նրանց բոլոր գնահատականները։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այն բոլոր թեզերը, որ այս 5 տարիների ընթացքում այստեղից բերեցիք եւ ձեզ կոտորելով սկսեցիք համոզել, որ չէ, այս իշխանությունները կործանում են մեր երկիրը, ուզում եմ ձեզ վատ լուր հայտնել։ Քաղաքացիները այդ լուրերի հետ որևէ առնչություն չունեն եւ որևէ կերպ չեն ընկալել։ Նրանք ընկալել են միայն մեր խաղաղության օրակարգը եւ այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։ Շնորհակալություն։ Տիգրելի հայրենակիցներ, տարածաշրջանային ծանր զարգացումների համատեքստում բավականին ուշագրավ հայտարարություն արեց Ադրբեջանի նախագահը, որը ըստ էության Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված կամ նետված քար էր։ Կեղծ եւ մտածածին մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին ռազմական հանցագործություններ գործելու եւ օկուպացիա իրականացնելու հարցում Ալիևը հայտարարել է, որ հայերը միշտ պետք է վախենան, ինչպես դա հիմա է, որովհետև դա է ադրբեջանցիների խաղաղ ապրելու գրավականը։ Պետությունը, որը բազում ռազմական հանցագործություններ է գործել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում եւ Հայաստանում, ագրեսիա, էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացրել, այս պահին էլ օկուպացված պահում ՀՀ ինքնիշխան տարածքները մեզ հայերիս մեղադրում են ինչ-որ բանում, նույնիսկ կարևոր չէ, թե ինչում։ Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում եւ իրենք գործում են ուժի դիրքերից։ Այս սկզբունքը հատկապես վերջին տարիներին ընդգծված աշխատել է եւ հայ ժողովուրդն այն ինչ մաշկի վրա զգացել է վիրավորանքների, հոխորտանքների, հարձակումների, մարդկային եւ տարածքային կորուստների ձևով։ Մի բան է, թե ինչ նարատիվներ ու մոտեցումներ է առաջ քաշում Ադրբեջանը, ինչպես է հայերին թշնամի համարելու ու ատելություն դրսևորելու ֆոնին խոսում խաղաղության մասին, մեկ այլ բան է, թե այս իրողությունները ինչպես են ընդունվում Հայաստանում։ Հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ Ադրբեջանից հնչող սպառնալիքները դրսևորող տարածքային հավակնությունները, ինչպես նաև շանտաժով խոսելն ու օրակարգ թելադրելը չի բխում Հայաստանի շահերին, ավելին այլ իր մեջ մեծ սպառնալիքներ է պարունակում։ Վստահ եմ, որ իշխանությունը էլ է գիտակցում, թե ինչ է Ադրբեջանի ուզածը եւ իր անհամաչափ զիջումները ինչ գին են ունենալու Հայաստանի համար։ Այլ բան է, որ հայաստանյան ռեժիմը ստորադասելով արտաքին վտանգներն ու սպառնալիքները իրականությունը ներկայացնում է լրիվ այլ տրամաբանությամբ ու գույներով, որտեղ առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ԿՊՆ կուսակցական ախորժակը, ոչ թե Հայաստանը, այլ մեր գլխին մուրճ ճոճողները, ոչ թե խաղաղությունը, այլ լիակատար կապիտուլյացիան։ Եվ այդ գրության փոխարեն իհարկե ես ինքս կարևորում եմ այն հանգամանքը, որ իմպիչմենտի գործընթացի մասին ոչ միայն խոսում են ընդդիմադիրները, այլ նաև այս ամբիոնից խոսում են իշխանությունները, ինչ ինքնին ցույց է տալիս, որ թեման ինքնին ներքաղաքական օրակարգի մաս է կազմում։ Միանշանակ ես Հայաստան խմբակցության ներկայացուցիչներին, Դաշնակցության ներկայացուցիչներին կոչ եմ անում այս ամբիոնից անդրադառնալ ձեր իմպիչմենտի առաջարկին, որպեսզի գոնե մի իմաստ լինի դրա մեջ։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Վերջին շրջանում քաղաքական դաշտում հաճախ է քննարկվում հնարավոր Գյումրի երկու սցենարը եւ այս ամբիոնից եւս կամ ազգային ժողովում եւս այդ թեման հաճախ քննարկվում է, բայց հիմնավորապես ընդդիմությանը պատկանող մեդիա տիրույթում հնարավոր է դարձրել այս հարցի քննարկումը տեղափոխել մի դաշտ, որտեղ հիմնավորապես սկսել է քննարկվել, թե ինչքանով է օրինական կամ օրինականության շրջանակներում տեղավորվում հետընտրական process-ում կազմել դաշինքներ, մի բան, որը բնականաբար քաղաքացիական պայմանագիրը եւ գործող իշխանությունը ոչ հերքում է, ոչ այդ իրավունքը փորձում է վերցնել կամ այդ իրավունքից զրկել ընդդիմությանը, իսկ իրականությունը հետևյալում է եւ սրա մասին թերևս հաճախ քննարկվել է, բայց թերևս կրկնում եմ մեդիա տիրույթում այս իրողությունը անցել է երկրորդ պլան, իսկ իրականությունը կարողանում է հետևյալում, որ մեր այս մասին, այս թեմայի մասին հնարավորինս շատ խոսելը պայմանավորված է այն ռիսկերով, որը տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, իսկ ինչ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժեր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ միայն չէին հանդես գալիս որպես իրար համակրող ուժեր, այլ հնարավորինս փորձում էին իրենց դիրքավորել որպես իրար միջև խնդիրներ ունեցող քաղաքական թիմեր, խոստանում էին, երդվում էին, որ որևէ կերպ որևէ պարագայում ընտրություններից հետո չեն միավորվի եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ ըստ էության հենց սա է հիմնական մտավախությունը մեր քաղաքական ուժի համար, այն է, որպեսզի անենք հնարավորը, որպեսզի մեր հանրությունը որևէ պարագայում չմոլորեցվի եւ չխաբվի։ Եվ ես կարծում եմ, որ նույն իմպիչմենտի այս գործընթաց կոչվածը, նույն Հայաստան խմբակցության դրան չմիանալը, չգիտեմ, Արման Թաթոյանի, Սերժ Սարգսյանին քննադատելը եւ մնացած բոլոր այս գործընթացները մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, կլինի դա մեր ձևով շարժումը, Ռոբերտ Քոչարյանը եւ ընկերները, Սերժ Սարգսյանը եւ ընկերները, Դաշնակցությունը, Արման Թաթոյանը, Գագիկ Ծառուկյանը եւ մնացած փոխկապակցված անձինք, իմացեք, որ քվեարկելով իրենցից որևէ մեկի կողմ, դուք քվեարկում եք համընդհանուր ռոբասերժական ընդդիմության համար։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, հաճախ ենք խոսում, որ գիրանցը կարող է դիտարկվել որպես մեր իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց ես կարծում եմ լավագույն սիմվոլներից մեկը կարող է լինել ոսկեպարի եկեղեցին։ Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում ենք հարյուրավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59, այսինքն զրոյից կառուցվում են թաղամասեր եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետեւ քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ էր այսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միացին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք, հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էի շրջանառել, իբր մենք
Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հա լավ, մի անգամ վախից դուրս եկան փողոց, ոսկե պարը, իրանց հալավ իչքան, մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի հրադադար է, չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետև արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ երեգել այս ամբիոնից խոսում եք բացառապես սոցիալական հարցերից, իսկ դրանք կշտկվեն, ինչպես բարձրացրինք թոշակը, արեցինք ապահովագրությունը, խաղաղությունը միջավայր է, որտեղ դրանք շարունակական բնույթ են ունենում։ Տիկին Ղազարյան, հիմա ես ինձ նամակ գրողներին ինչ եմ պատասխան տալու, որ իրանց թեմայով այսօր չեմ խոսում, շեղեցիք ինձ, հա, շեղեցիք ինձ, բայց դե ոչինչ, վաղը կխոսամ, նախ ուզում եմ առիթից օգտվելով բոլորին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստան խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին, պետք չի ստեղ մանիպուլյացիայի ենթարկել մեր հայրենակիցներին ասելով, որ չգիտեմ, 3 հոգի, 2 հոգի եւ այլն։ Խնդրում եմ ինչ խանգար եք, էլի, ես ես խանգարում եմ, Տիկին Ղազարյան։ Ինչ վերաբերվում է իմ գործընկեր Աննա Գրիգորյանին, ես համոզված եմ, որ դուք էլ սոցիոլոգիական հարցումներ անում եք երևի, տեղյակ եք ձեզ սոցհարցումների տեղեկություններ եւ դա ձեր մոտ ջղաձգումներ է առաջացնում Աննա Գրիգորյանի բարձր վարկանիշի հետ կապված։ Դուք տվայտանքների մեջ եք ընկնում, ամեն անգամ գալ այս ամբիոնը օգտագործել մեր սիրելի եւ հարգելի գործընկերոջը թիրախավորելու ոչ ձեզ պատիվ չի բերում եւ ես մի հատ առաջարկ ունեմ, էլի ձեզնից թող յուրաքանչյուրը դուրս գա փողոց եւ Աննա Գրիգորյանը կտեսնեք տարբերությունը մարդկանց վերաբերմունքի եւ գնահատականի։ Ինչ վերաբերվում է իմ համեստ անձին, որ այդքան անդրադառնում եք, ասում եք, ճանապարհորդության ժամանակ եք ինձ հիշում, տարբեր տեղեր հիշում եք ինձ։ Ես արդարանալու ոչ մի բան չունեմ, ոչ էլ ամաչելու բան ունեմ։ Ես միշտ եղել եմ այնտեղ, որտեղ որ պետք է լինեմ։ Չեմ սիրում դրա մասին խոսել, անհամեստություն անել, բայց ես ուզում եմ հասկանալ, թե երկրի եւ պետության համար կարեւորագույն ժամանակահատվածներին ով որտեղ է, ես հաստատ բունկերում չեմ եղել։ Իմ հայրենակիցների հետ կոմունիկացիայի հետ կապված, ինձ թվում է, որ գնում եք շրջագայությունների, բանի մի հատ հարցրեք Գառնիկ Դանելյանը Տավուշի մարզում կամ առհասարակ ուրիշ մարզերում կոմունիկացիա ունի թե չունի, կամ ասում եք տարբեր մեր ժողովուրդը եւ այլ։ Իմ հեռախոսի համար իմ Facebook-յան էջում դրած է եւ գիշերվա 4-ին էլ եմ ես կներեք անհամեստության համար զանգեր ստանում։ Այսինքն ես եւ իմ գործընկերները երբեք իրականությունից չեն կտրվել։ Դուք եք իրականությունից կտրվել։ Ասում եք գալիս եք այդտեղ հայտարարություններ եք անում ինձ եք նայում, ասում եք 16 միլիոնի ծրագրերը, որ մարդը տունը չի սարքել, էդ եմ ես մեղավոր։ Փաստորեն էդ եմ ես մեղավոր։ Այո, դե ասեք, դե հա, ասեք։ Բայց մի քիչ ասելուց մի քիչ ամաչեք, որովհետև դուրս է գալիս որ այն տարածքները, որ հանձնել եք, ու տեղը ոչ մի բան չեք ստացել։ Այդ նույն բերքաբերությունը ասում եք, ստեղից տալիս ենք, հեսա բերքաբերում ստանալու եք, ինչ ստացաք։ Բայց փոխհատուցումները, այդ մարդկանց գույքը անցել է Ադրբեջանին եւ դուք փոխհատուցում եք տվել։ Ավարտեք։ Կառավարությունը փոխհատուցում է տվել մարդկանց տների գույքի։ Ես չեմ տվել հաստատ այդ տարածքները։ Այդ տարածքները ես չեմ հանձնել եւ ավարտեմ խոսքս, պարոն Ռուբինյան, սիրելի հայրենակիցներ, հուսով եմ վաղը հնարավորություն կլինի այն թեմաներին սոցիալական անդրադառնալու, որի մասին ես այդ խոստումները տվել եմ, շնորհակալ եմ։ Ես ելույթ կունենամ։ Պարոն Դանիելյան, խնդիրը գիտեք որն է, ես շարունակելով Տիկին Ղազարյանի
տրամաբանությունը, խնդրի հետևյալի մեջ է, ընդդիմությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների եւ արածների համար։ Նայեք 2024 թվականին, երբ որ Տավուշիում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունը եւ դուք մասնարարպես, բայց այդտեղ չեմ մասնավորում, ընդդիմությունը ինչ էր ասում։ Ասում էր նախ, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ասում էր, որ ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է հայտնվելու։ Ասում էր, որ խաղաղություն չի լինելու, որ սա վատ է, որ Ադրբեջանը մեկը հարձակվել է մեր վրա եւ այսպես շարունակ։ Սրա սոուսի ներքո եւ հողի ներքո, ըստ Ռոբերտ Քոչարյանի պլանավորածի կամ հորդորի, դրանից մի քանի ամիս առաջ Քոչարյանը հորդորել էր arczepiskopos-ներից մեկին գլխավորել ընդդիմադիր շարժում։ Հայտնվեց arczepiskopos-ներից մեկը, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում, մեծ հանրահավաք արեցիք հանրապետության հրապարակում, այսինքն երկիրը պահեցիք ցնցումների մեջ, ինչ որ պահ հասավ նույնիսկ եկակ ազգային ժողովը գրոհեցիք, բայց արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ եւ երեք ես պարոն Արսվիկ Մինասյանի հետ բանավեճի էի Շանթի եթերում, իդեպ դեռ չի հրապարակվել, շաբաթվա մեջ կհրապարակվի, այնտեղ ռեպորտաժներ էին ցույց տալիս բանավեճին զուգահեռ, Բերքաբերից, Կիրանցից եւ ինչ էին ընդեղի մարդիկ ասում։ Ասում էին, այո, հիմա խաղ է եւ ուզում ենք, որ դելիմիտացիան, այսինքն սահմանազատումը շարունակվի։ Հասկանում եք, դուք պայքարում եք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցվեց, որ լավ բան էր, այլ ընդեղի բնակիչները, բոլորը կողքի գյուղերի բնակիչները ասում են ուզում ենք սա շարունակվի, հասկանում եք։ Իսկ Տիկին Գրիգորյանը, քանի որ շատ է ուզում, որ իրեն անդրադառնամ, պրոբլեմ չկա։ Եթե Տիկին Գրիգորյանը դուրս գա փողոց, մեկը կասի սա ԿՊ-ի ցուցակի Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Վահե Գրիգորյանի կուսակցության Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Քոչարյանի ուժի Աննա Գրիգորյանն է, այն մյուսն էլ կասի սա Սամվել Կարապետյանի համար ելույթ ունեցող Աննա Գրիգորյանն է։ Այդ կասեն, միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է։ Արտուր Բաղդասարյանն էլ բավականին ճանաչելի կերպար էր։ Ունեցել ենք, էլի կան այդպիսի մարդիկ։ Էդմոն Մարուկյանին շատերը ճանաչում են։ Միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է, բայց ամեն դեպքում Տիկին Գրիգորյան, եթե դուք դիմեք քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, բնականաբար կրկին հարցազրույցի գալուց հանդիպելու եք ինձ։ Այս անգամ կներեք իհարկե, հազար ներողություն, բայց ես խորհուրդ եմ տալու ձեզ չընդգրկել մեր կուսակցություն, որովհետև հավանականությունը, որ այդ դեպքում դուք նորից մի քանի ամիս հետո դուրս եք գալուց միանակ մեկ այլ ուժի, գնահատում եմ 99%։ Ինչու 99-ը, որովհետև միշտ մարդկանց պետք է 1% հավատ պահել նրանց, որովհետև կարող են նրանք եւ ուղղվել։ Շնորհակալություն։ Ասեցին ու գնացին էլի խրոխտ գործընկերներ։ Ուրեմն այսօր առավոտյան լուր եմ կարդում։ Նախկին падգամավոր Էրնեստ Սողոմոնյանից Հոգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու բնակարան։ Ասում եմ, ով է Էրնեստ Սողոմոնյանը, չէի ճանաչում, նորմալ է, կարող եմ չճանաչեմ։ Մտա ստուգեցի, տեսա, որ Էրնեստ Սողոմոնյանը եղել է նախկին այո падգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է եղել։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին եւ Գագիկ Ծառուկյանի ես ոնց հասկանում եմ, այս Նոյան Տապանն էլ ապօրինի գույքով անցնելուց լինելու։ Դե հաշվի առնելով այս Նոյան Տապանի անձնակազմը, որ հիմա գնում է այնտեղ, իդեպ ինձ թվում է Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյան Տապան սարքի։ Խառնել։ Այնինչ, այո, այնինչ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Իբնե, չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի, հաշվի առնելով անձնակազմից, որ այնտեղ է գնում։ Դա ոչ թե Նոյան Տապան, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվել է, որ այդ Նոյան Տապանը ինքը ապօրինի գույքով անցնում է։ Հա, բայց հետո ինչ պարզվեց, որ Էրնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով Հյուսիսային պողոտայում երկու բնակարան ունենալու վերաբերյալ։ Հիմա գնացին, պարոն Խաչատրյանը գնաց, ես ուզում եի նաև այս մասին հարց տալ։ Լավ, ասենք Լևոն Մկրտչյանին իրեն չի պատկանում։ Բա Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոնը ում է պատկանում։ Իրեն չի էլի պատկանում։ Բան Սերյան Օհանյանի բանը ապօրինի գույքը, որ դատախազությունն է էլի բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել է, էլի իրեն չի պատկանում, բա ում է պատկանում։ Իշխան Սաղաթելյանի ապօրինի գույքը ում է պատկանում։ Եվ այսպես շարունակ, այսինքն ոչ մեկինը ոչ մեկին չի պատկանում։ Լուրջ եք ասում, կամ Գառնիկ Դանիելյանը գնաց ափսոս։ Ուրեմն 16 միլիոնի ծրագրով
16 միլիոնի ծրագրով։ Մինչև այս պահը հաստատվել է 2319 տուն։ 16 միլիոնի ծրագրով վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում կառուցել է 2300, այսինքն հաստատվել է այդ վարկերը, գումարը 2319 տուն, որից օրինակ Տավուշը առաջատարն է, 1530 տուն Տավուշում, 225 տուն Սյունիքում, 311-ը Վայոց ձորում, 108-ը Գեղարքունիքում, 145-ը Արարատում։ Հիմա օրինակ Ռոբերտ Քոչարյանից պահանջվող 200 միլիոն թալանը, եթե օրինակ ուղղվեր այս 16 միլիոնի ծրագրով տներ կառուցելուն, համարյա 5000 հատ սենց տուն կարելի էր կառուցել Հայաստանի սահմանամերձ գյուղերում, բայց դա չի կառուցվել։ Այդ գյուղերը դատարկված են մնացել, մինչև այն պահը, երբ որ կառավարությունը որոշել է, որ այս քաղաքականությունը իրականացնի։ Օրինակ, ես ավարտելով, ես իմացա, որ եւ դա շատ տպավորիչ էր, որ բազմաթիվ գյուղերում, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, այդ բնակարանների առյուծի բաժինը սկսվել է կառուցվել սահմանազատումից հետո։ Ու սա է եղել քաղաքացիների արձագանքը սահմանազատմանը։ Սրանից ավելի դրական արձագանք սահմանազատմանը ուղղակի չի կարող գոյություն ունենալ եւ սրանից ավելի այսպես շարաչուն ապտակ ընդդիմության քաղաքականությանը էլի չի կարող լինել։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ես վերջերս շատ եմ նկատել, որ ձեզ անդադար ասում են, որ աշխարհն էլ առաջվանը չէ, ամեն ինչ փոխվել է եւ ձեր կյանքում տեղ գտած վախը, անկայունությունն ու անորոշությունը փորձում են ձևակերպել, թաքցնել հենց այսպիսի ձևակերպումների ներքո։ Բայց ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք չզարմանաք եւ ընդամենը մի պահ լսեք այն միտքը, որ աշխարհը մեծապես սիրելի հայրենակիցներ շարունակում է նույնը մնալ։ Այո, շարունակում է նույնը մնալ, նույն անդադար պտտվող շահերն են, ուժերը, շարունակում է նույնը մնալ, որտեղ կեղծավոր ստանդարտներն են, մարդու կյանքի եւ իրավունքների նկատմամբ հարաբերական վերաբերմունքը, պատերազմները, պարտություններն ու հաղթանակները։ Բայց մի բան իրականում փոխվել է, հարգելի հայրենակիցներ, բայց դա փոխվել է ոչ թե աշխարհում, այլ մեր երկրում, ավելի կոնկրետ իշխանությունում։ Դուք առաջ, հարգելի հայրենակիցներ, պատկանում եք աշխարհի այն հատվածին, որտեղ շատ կոնկրետ իրողություններ կային։ Հաղթած ղեկավար, հաղթած ժողովուրդ, իրեն պաշտպանող ու հաղթած բանակ ու այդ միասնությունն ու ամբողջությունը, որը շարժվում էր ազգային ինքնության եւ նպատակների ճանապարհով։ Այդ պետությունում ահաբեկիչները հայ առաքելական եկեղեցուն ծառայող սրբազաններն ու հոգևորականները չէին հռչակվում, այլ մեր հայրենիքի սահմանները խախտել փորձող դիվերսանտներ, ովքեր իհարկե այդ դիվերսիայի համար պատժվում էին։ Այդ պետությունում քաղաքացիական դիրքորոշումը կալանքի հիմք չէր ամենևին, կամ հայոց ցեղասպանություն, Արարատ բառերն արտասանելը չէր դառնում ասֆալտին փռվելու հիմնավոր էություն, այլ ընդհակառակը բովանդակություն էր իր ինքնությամբ ու պատմությամբ։ Աշխարհը մեծապես նույնն է, հարգելի հայրենակիցներ, հավատացեք, ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների եւ գործակալական ցանցի օգնությամբ։ Ընդ որում, ձեզ իրավիճակը փոխել արգելում են բացառապես բանդիտիզմի գործիքակազմի կիրառմամբ։ Եթե ուզում եք խոսել պետությունից, ձեզ ասում են հանցագործեք, եթե ուզում եք խոսել հիշատակել հայրենիքը, ձեզ ասում են ագրեսոր եք, ձեզ անգամ պատրաստ են ասել, որ դուք պիղծ եք, եթե որոշել եք կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին, այլ ոչ թե միանալ օրինակ Նիկոլի սեկտային։ Հարգելի հայրենակիցներ, աշխարհը շարունակում է նույն կերպ պտտվել։ Եվ իրականում կա հնարավորություն սահմանադրական կարգը վերականգնելու, իրավական մթերքով ասած, անվստահության գործընթաց իրականացնելու։ Ձեզ այս տարիների ընթացքում փորձում են անդադար, այս 8 տարիների ընթացքում փորձում են անդադար այնպես անել, որ ձեր ու մեր պետության հոգեկերտվածքը փոխվի։ Տեղի չտակ, վերականգնման հնարավորություն իհարկե կա։